Ողջույն պարոն նախագահ, սա մեր առաջի հանդիպումն է ձեր պաշտոն անցնելուց հետո։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեզ սրտանց ձեր փայլուն հաղթանակի հետ կապված։ Մաղթելով նորարնոր հաջողություններ ձեր պայքարում եւ մոտ ապագայում ձեր պայքարը պսակվի նոր հաղթանակներով։ Նախ ես եմ շնորհակալ, որ նորեն ինձ հրավիրեցիք եւ մեծ բադիվ է ձեզ հետ հարցազրույցները կազմակերպելու։ Հաճ գուզեմ ավելացնեմ այստեղ, որ չմտածենք, որ այս հաղթանակը իմ հաղթանակս է, այս հաղթանակը մեր հաղթանակն է, որովհետև ամբողջ Արևմտյան Հայաստանի ազգը այսօր կարողացավ վեր բայել նախագահական ինստիտուտը եւ այդ ինստիտուտը մեզ համար մեծ նշանակություն ունի, որովհետև ինքն է որ պիտի առաջնորդե ամբողջ Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները։ Մենք գիտենք, որ մեր ապագան պատետը շատ զոր է, կապված անշուշտ մեր բոլոր պետական ճանաչումներուն հետ, այս նույնպես կապված այս ցեղասպանությունը, որ կատարվեցավ մեր ազգի հանդեպ եւ անշուշտ մենք պիտի շարունակենք, անշուշտ կանդրադառնանք այդ հարցերով, բայց պիտի շարունակենք մեր իրավունքների պայքարը, որովհետեւ կարողանանք պատասխան կարգենք այդ պետությունները, որ ուղղակի կամ անուղղակի ցևով որևէ մասնակցություն ունի մեր ցեղասպանության հետ կապված։ Վեստեր Արմենիայի թիմը, ամբողջ անձնակազմը միանում է շնորհավորանքներին եւ մենք ուզում ենք ձեզ ասենք, որ մենք պայքարում ենք մեր հարթակում, դուք ձեր։ Եվ միասին կփորձենք բոլորիս համար անենք միայն լավը։ Չէ, ճիշտ կսեք, իրականության մեր ամագարկը մինագը չի կրնա այդ պայքարը տանի եւ անպայման մենք պետք ունենք մեր շուրջ մեր հայրենակիցները, որպեսզի կարողանան ամեն մեկը իր հնարավորություններով չափով այս պայքարը տանի մեր իրավունքները իրականացման համար, բայց ես բավական ոչ ուշ ունիմ, բայց բավական վստահ եմ, որ ամեն ինչ հերթով պիտի առաջ գնա, որովհետև կտեսնամ ինչքան մեր հայրենակիցների գիտակցությունը զարգանա կապված մեր իրավունքներով։ Մեկ օրվա ընթացքում ինագորացիայի տեսանյութը հավաքել է 23,000-ից ավել դիտում եւ մեծ քանակությամբ մեկնաբանություններ։ Կարծես թե հայությունը արթնանում է։ Այո, լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Իրականության ես այդպես չեմ տեսնելու բացասական կամ դրական կոմենտները։ Ես ուրիշ չեմ նախ ուզում շնորհակալություն հայտնեմ մեր հայրենակիցները, որ անոնքալ շնորհավորեցին այս հաղթանակը, որ կկիսեմ իրենց հետ։ Եվ բավական կարևոր եւ հետաքրքիր բացատրությունները կան։ Ճիշտ է, որ անոնք օրինակ կողջունեն իմ պատասխանատվությունը, այս նույն ժամանակ առաջարկություններ ալգնեն։ Օրինակ դամցեզի մեր օրներքի հետ կապված։ Այս անոնք պետք է ճիշտ հասկանան, որ օրներքը պետք է ժողովուրդը մեր ազգը երկե օրներքը, օրենք ունի օրներքը, օրներքը պիտի կարողանաս, ասենք թե այդպես ներկայացնես ազգի, որ ազգը ինքը ընդունի եւ ինքը երկե եւ ինքը կխոսենք Զարթիլաուի մասին, մեծ ամաստությունը Զարթիլաուն լավ գիտեն։ Մենք այո, ճիշտ է, որ մենք մի քանի տողերը փոխեցինք, որովհետեւ մեզի համար, ասենք թե դժվար մուտքին, այդպես մենք չենք ներկայացնում մեր օրներքը, որովհետև մեզի համար մուշեցին, ասենք թե ինքը թիմադրություն ներկայացնել է։ Բացի այդ բզդիկ փոփոխությունները, որ սա մեր իրավունքն Զարթիլաու ուրիշ բան ունի, որ պետք է անպայման իմանաք, պետք է իմանաք, որ
զարնao Cennet Başşehir ֆուտբոլի թուրքական թիմի հիմներ եւ անոնք մեզ մեկ հողացան եւ Ֆեներբաչեն ասենք թե ամեն մրցումներ ու ժամանակ գերկեին զարթի լավ մենք ես մանավանդ ամիջապես նամակ խրգեցի Ֆեներբաչեի դնորենին շնորհավորելու իրեն որ ամեն մեկ խաղերու ժամանակ կերկեն Արմենիաստանի Հանրապետության օրներքը կպատկերացնեք ամիջապես իրեն պատասխանը եղավ եւ ամիջապես փոխեցին օրներքը եւ ասենք թե զարթնի լավ պատմություն ունի մեզի համար եւ պատմությունի անցյալի հետ կապված եւ պատմությունի ուղագի այսօրին հետ կապված որովհետեւ ախտանակով մենք հետ վերսեցինք մեր օրներքը եւ ախտանակով մենք այսօր եւ բադիվով մեծ բադիվով կերկենք մեր օրներքը ինչպես մեր օրինակ մեր թոշակի նշանը անվերջության արևը ուտանգունի արամազդի աստղը պետք է իմանանք որ այս թոշակը որ ընդունեցինք մեր կառավարության կողմեն մենք ներկայացնեցինք երբ մենք հացինք դեկրանագերտ Արմենիան Հայաստանում եւ դեսանք դեկրանագերտի պերտի վրա որ այս նշանը գոյություն ունի մինչեւ այսօր Ուրեմն որ այս մեր թոշակն բացի նշաներու բացատրությունները ավանդույթներու հետ կապված ինքը այսօր կգտնվի Արմենիան Հայաստանի տարածքում եւ այստեղ ալ կգնանք նշել որ մեր թոշակն ալ մանավանդ ուտանգունի աստղը եւ անշուշտ անվերջության արևը կտեսնան որ նույնիսկ մեր ժառանգության վրա երևում է ամեն դեր գբակերացնեք մենք ունենք հadouk սենտադրես ժառանգությունը եւ մենք աբացուցում ենք աշխարհի հայության դիմաց որ մենք պատրաստ ենք այլ ժառանգությունը պաշտպանելու բայց ոչ միակ պաշտպանելու յանքը տալու Եթե մենք այդպես չենք եղել, եթե մենք կորոշենք որևէ երակույմը, որ ընդհանրապես հայկական արմատներ ալ չունի, այդ իմաստը, երակույնի իմաստը, մենք այստեղ չենք գերձելու մեր պետականություն։ Հիմա ադորամար դորական կոմենտները նորեն գսեմ հայտնեմ մեր հայրենագիս որ տիկուն կկայնեն մեզի ճիշտ կնեն եւ ճիշտ կնեն եւ մենք այդպես դորանանք անոնք որ այսօր չեն հասկանալ ինչ է Արմենիան Հայաստան կրնաբադայել չեն հասկանալ որ Արմենիան Հայաստանը բեդություն ճանաչված բեդություն մնե եւ ունի ապապատասխան իրավունքներ որ եւ անական պատետը որ անպայման մենք պետք է ցանկը տանք ուժ մտանք որովհետեւ Երևա, որ այսօրվան Երևանյան իշխանությունները չեն անդրադառնան այդ հարցերով։ Բայց մեր պայքարը սկսել է 20 տարի առաջ, մենք այսօրվան պայքարը չէ, ասենք թե մեր ազգային խորհուրդը մենք ստեղծեցինք դեկտեմբերի 17-ը 2004-ը Շուշիում եւ այս դեկտեմբերի 17-ին որ հիմա պիտի գա 2025-ի մենք պիտի լսենք 21-րդ հարցը Ուրեմն որ պետական օրեն նորը ստեղծված բեդությունը չէ եւ եթե հայրենագիցներ ունին որ չյետևեցին մինչեւ հիմա գույմա հադամերիչը պրոպագանդի բաժարով է ասենք թե գամ մենք մեր թույլ պրոպագանդա ունենք գամ այդպես քաղաքական պրոպագանդա մեր ազգին մեջ որ մեզի պես ասենք թե առաջնորդները դեռ չունին, ասենք թե ազգի եւ հայրենագիցներու դիմաց։ Մենք պիտի ստեղծենք այդտեղը, որովհետեւ մեր հայրենագիցները ճիշտ լսեն, ճիշտ հասկանան, ինչ կնշանակի Արմենիան Հայաստանի հանրապետություն։ Պետք է հասկանան
որ ամեն ինչ սկսել է ես հնարավորություն տվիք ինձի հարավության ժամանակ ներկայացնել Ուիլսոնի իրավարար վճռի իմքերը եւ ինչպես կապված է Արմենիան Հայաստանին հետ ես ալ բացատրեցի որ նույնիսկ մեր վեհապարն է որ մեզի ուժ տվա վերականգնելու համար մեր պետականություն եւ լիազորվեցավ Բողոս Նուբար Փաշային, որպեսզի դիվանագիտական աշխատանքները տանե եւ Ֆրանսիայի, եւ Գրան Բրիտանիայի, եւ բոլոր պետությունները, որ գուզեին անտիվել Բողոս Նուբար Փաշային։ Հիմա կպատկերացնեք ինչքան կարեւոր է մեզի համար եւ այդ կարեւորությունը մենք չենք տաքսոնում, ագարակ մենք գարժեքավորենք այդ կոնտակտը, որ վեապարը փոխանցեց 1912 Բողոս Նուբարը։ Հիմա Բողոս Նուբարը ուղղակի կապեր ուներ նախագահ Վուդրո Վիլսոնին հետ Միացյալ Նահանգներու 28-րդ նախագահն էր եւ ուղղակի կապի մեջ էին։ Ուրեմն Բողոս Նուբարը այդ լիազորություն ստացավ բարձր մագարտակով այդ պայքարը դարավ եւ այդ պայքարը մեծ աջակցություն ստացավ մանավանդ մեկ Արմենիան Հայաստանի կառավարության ստեղծման մայիս 15-ը 19-ը երկրորդը իրեն մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովի որտեղ ներկայացնեց ամբողջ իրավարական պատետը որտեղ մեջը գա Արցախի հարցը, գա Արևելյան Հայաստանի ժամանակը ասենք թե Ռուսա Հայաստանի հարցն է եւ այլն, ասենք թե մենք ասենք այն ժամանակ Կովկասյան հայկական հանրապետություն, ուրիշ բառ չկա, Հայաստանը ուրիշ նշանակություն։ Ես կրնամ հասկանամ 1991-ը, որ ովևէ չափով նախագահան եւ իր շրջապատը կամ պատգամավորները որոշեցին Հայաստան անունը վերցնել Կովկասյան հայկական հանրապետության համար, բայց Հայաստանի նշանակությունը ավելի ուրիշ մակարդակ է։ Եվ որ Հայաստան որ պետություն ամբողջական պետություն ճանաչում ստացավ 1920-ին։ Դրա համար մենք այդ ամեն ինչը պատրաստ ենք դանելու այդ իմաստով որ մենք ուղղակի կապեր ունենք պետություններու հետ եւ մագի մեջ եւ մագեն եւ պետությունները որ 1920-ից ճանաչեցին մեզի իրենց ճանաչումը ուժի մեջն է այսօր կամ ուժի մեջ չէ ուժի մեջն է ասենք մենք ինչու պիտի հրաժարվենք թող մեր ընկերները կամ մեր դիտորդները կամ մեր հայրենակիցները որ ովևէ չափով չեն հասկանում մեր այսօրվան պայքարը թող ինձի բացատրեն ինչու մենք պիտի այսօր հրաժարվենք այդ իրավունքներուց որ ստացել ենք պետություններու թող ասեն մեզ երկրորդ եւ շատ ավելի կարեւոր Արմենիան Հայաստանի հայերը պետք են իրենց տարածքի վրա եւ այսօր մեծ թիվով հայրենակիցներ ունենք մենք մեր Արմենիան Հայաստանի տարածքում հիմա ինչու մեր հայերը որ կան մեր տարածքում ինչու մենք իրենց հետ չի պիտի գաբեր աստադենք աշխատենք դարբեր ասել նույնիսկ փոխանցենք մեր մշակույթը դաստիարակենք իրենց ինչու չի պիտի անենք մեր պետական առաքելությունը որն է մենք մեր պետական առաքելությունը անել որ անպայման մենք պիտի պաշտպանենք պիտի փոխանցենք մեր հայրենիքներուն այդ գիտելիքները որ ունենք մեր մոտ եթե մենք չենք ընելու անշուշտ այն ժամանակ անիմաստ է որ մենք վերականգնենք մեր պետականություն եւ ինչ պետք է անենք պետք է սպասենք նայենք կամ edevենք Երևանյան իշխանություններու քաղաքական խաղերը եւ ինչ անենք ամեն մեկ խաղերու
դիմաց ովևէ գարժիկները ներկայացնենք, բայց իրականության մեր աշխատանքը եւ մեր պատասխանատվություն ուրիշ մակարդակ ունի եւ այդ պատասխանությունը պետք է տանենք այրու տարվան մեջ իմասեք թե ուղագի չեղավ մեկ անգամ որ հության գոմե իրավանական պատետ մխրգվի Գերմանիո անդրադետության Գերմանիո անդրադետությունը ժամսավ իրեն մասնակցությունը ցեղասպանության հետ կապված բայց հայության գոմեն ոչ մի բահանջ չի ներկայացվեց բայց մինակ Գերմանիայի խնդիրը չէ վերցնենք հիմա Ֆրանսիայի հետ կապված Ֆրանսիա որ բան ուներ հատուկ լիազորություն ուներ մանդատ ուներ մեր հայություն գիլիգիո հայություն պաշտպանելու համար այդ մանդատը հաջողվեցավ եւ դուրս եկավ երբ մենք ազատագրեցինք Գիլիգիա ինքը թիկուն չկայնեց մեզի եւ դուրս եկավ եւ այդ վաճառով մենք ունեցանք 150,000 զոհեր Ֆրանսիա ովևէ պատասխանատվություն ունի կամ չունի գոնե մեր հայրենակիցները ինձի մեզի ասեն այո Ֆրանսիա պատասխանատվություն ունի եւ մենք պետք է կանչենք Ֆրանսիա օրինակ որպեսզի այդ պատասխանատվության դիմաց պատասխան ներկայացնեն դասեն մեզի մենք չսպասենք ոչ մի բանով ասենք թե մենք գտնանք ասերադես այո օրինակ ինձի գսեն ինչ որ նամակները կամ պատերները իրավանական պատերները որ գխրգես բեդությունները գվարեն գբադրեն կամ կշփրտեն այդպես ինձի գսեն այստեղ նորություն կա անոնք աշվի չեն առնում որ ես նամակներու պատերներու ստացական կստանամ եւ ատեստացիաները ես գործակցեմ մեր դատական աշխատանքներուն մեջ ուրեմն ասեմ ոչ մի բան օտից չի մենք շատ լավ գիտենք ինչպես կաշխատենք եւ ինչ նպատակի համար կաշխատենք Երբ արդեն ովևէ օրինակ Գերմանիայի կողմեն ես ունիմ Գերմանիայի նախագահի կողմից ստացական որ մարդը ստացել է իմ աշխատանքս կապված Գերմանիայի պատասխանատվությամբ հիմա թող աշխատին վրա ուսումնասիրեն մենք այստեղ չենք ուղղակի դժվարությունները մեջտեղ բերելու մենք այստեղ ենք իրենց օգնենք, որպեսզի անոնք ճիշտ հասկանան ինչ պատասխանատվություն ունին իրենց վրա։ Ֆրանսիայի հետ կապված անշուշտ մենք եթե այդպես գխոսենք, մենք բանը չունենք ընելու, պիտի շփրտեն, պիտի բادرեն ինչ որ գխրգեք։ Հիմա օրինակ նույնպես գրնենք ասել Եվրոդատարանի բոլոր հայցերը որ խրգեցինք։ Գրնենք ասել ինչ Եվրոդատարանը պիտի բادرե ձեր թիմումները դուրս եկավ որ Եվրոդատարանը չի բادرեց մեր թիմումները եւ ագարակ լրիվ ընդունեցան մեր թիմումները մինչեւ հիմա գաբելով նորեն գսեմ գաբելով Արցախը Արմենիան Հայաստանին հետ եւ որպես շարունակական ցեղասպանություն Արցախի մեջ սա շատ կարեւոր է ասենք թե գրնանք մենք ոչ մի բանով չսպառվենք ինչպես որ կատարվեցավ բայց իմաստը չեմ հասկանում ինչու պիտի դադարեն ովևէ մեկը որ աշխատանք մգտանի մեր իրավունքները պաշտպանելու Իշքան որ ունենանք անձեր, փորձագետներ, իրավաբանականներ, որ պատրաստ են մեր իրավունքները պաշտպանելու, իշքան կարևոր է համար, մանավանդ որ այսօր մեծ դերությունները պատերազմը չեն ուզել, ագարակ պատերազմները կուզեն դադարեցնել որևէ չափով, կնշանակի որ ժամանակն է մեր իրավունքները մեջտեղ ներկայացնելու, մեջտեղ բերելու։ Ադոնաբար մեր հայրենիքները եթե չեն հասկանում, կմտածեն, որ մենք թատրոնով կսպառվենք կամ չեմ գիտեր ինչ բանով կսպառվենք, լրիվ կսխալվեն, որովհետև Արցախի հարցը անպայման պիտի լուծվի դատարանի միջոցով։ Արցախի հարցը չի լուծվելու ուրիշ ձևով։ Նորեն գսեմ
մեծ ուժերը եւ մեծ դերությունները չեն ուզում միջամտել, եթե այդ իրավաբանական չի կարգավորվի։ Adorամար մենք պիտի հարգենք միջազգային դատարանի վճիրը կապված Արցախի հայության վերադարձի հետ եւ մենք պիտի շարունակենք այդ բայկարը այդ վժի իմամ վրա դատական աշխատանքները այդ վժի իմամ վրա մեծ նշանակություն ինչու մենք պիտի հրաժարվենք գրնա բադայել որ այդ կոմենտների մեջ մի մաս հայեն կամ մի մաս գրնա օդարներ ալգը միջամտեն բայց նույնպես այդ օդարները պետք է հասկանան որ ինչ կատարվեցավ մեր անտեպ որևէ անցակոզություններ իմաց պետք է այդ բերությունները պատասխան տան հիմա օդարը լան հայը լան կամ հասկացողը լան կամ անհասկացողը լան գապ չունի անպայման պետք է պատասխան տան այդ բոլոր անցակոզությունները եւ իմա որ նույնիսկ մեր ժառանգությունը որ գոչիչացնեն մեր հայրենիքում պետք է պատասխան տան օրինակ ջուխայի այդ գերեզմանին այդ կապված հիմա արդեն կրկնակս 20 տարի առաջ ազերի իշխանությունները որոշեցին ոչիչացնել ջուխայի գերեզմանին մենք ամիջապես թափվածին Ադրբեջանի դեմ մեր խնդիրը մեկ է որ անժամանակ պետք էր անպայման Նախիջևանի հայությունը միանար մեր բողոքի մեջ ինչպես որ Արցախի հայության միացավ մեր բողոքի մեջ բայց անժամանակ Նախիջևանի հայությունը չի միացավ մեր բողոքի մեջ չգիտեմ պետք է վերլուծենք ինչի համար բայց անժամանակ վախ մը գար կամ անհասկացողություն մը գար միգուցե քիչ ինֆորմացիա կար իրանք չգիտեն որ ում միանային ոչ միտեղ չի գրված որ պետությունը իրավունք ունի ցեղասպանել ոչիչացնել թալանել գոդրել վնասել մեր ազգը այդպես բան չի գրված Եվ այդ պետությունները, որ միտք ունին վնասելու մեզի, անոնք պետք է ուղղակի կանչեն պատասխանատվության։ Եվ սա Արմենիան Հայաստանի աշխատանքն է առաքել է, դուք ալ գիտեք, որ Հայաստանի ընտրավետությունը մի քանի աշխատանքներ հրավ, մարդուն իրավունքներու դատարանում կամ միջազգային դատարանում, օգուտ այսօր մեր հայցերը մեր կիմումները, որ գխրգենք եվրոդալարանում։ Գույնս եմ, որ այդ կողմեն իրաբանական դեսանգույնեն ատկան անցակոզությունները կատարվեցին մեր անտեպ, որ մենք պետք է շարունակենք այդ պրոսեսը, ես կսեմ մեր հայրենակիցներուն, մենք չի պետք է թողնենք, որ անցակոզները լավս գան, մենք չի պետք է թողնենք, որ անցակոզները պատասխան չի տան, մենք թիմենք միջազգային դատարանները այդ իրավաբանական պատետը մեր իրավաբանական պատետը հզորացնելու համար, ուժեղացնելու համար, որպեսզի միշտ անգամ չի կատարվի, որպեսզի վաղը միսօր եթե պատերազմը կսկսի, այդ պետությունները, որ պատրաստ են մեզի վնասելու կամ չկասնելու, պետք է հասկանան, որ մենք իրենք չենք թողնելու իրավաբանական դեսանգյուրեն չենք թողնելու, չի հաշված ուժային ձևով չենք թողնելու, որովհետև մենք իրավունք ունենք մեր ինքնապաշտպանության ուժերը վերականգնել, ոտքի դնել եւ գոչ մնենք, որպեսզի մեր ամբողջ հայությունը ինքը մասնակցի այդ ինքնապաշտպանության կոզողությունը, որ անպայման պետք է արվի Ինքնապաշտպանությունը կնշանակի պատրաստություն, կնշանակի միավորում, կնշանակի շատ հարժեքները, որ մեր ազգը այսօր պետք ունի։ Հիմա գապ չունի այստեղ իրականության ընդրությունները չի կան, ինչ պիտի արվի, ինչպես պիտի արվի, ուղղակի կապ ունի, որ մենք այսօր մեր աբական եւ մեր պատասխանատվությունները անմիջապես վերցնենք
եւ ամիջական կազմակերպ։ Ես մի քանի մեկնաբանություն իմ համար առանձնացրել եմ։ Եթե ինչ-որ մեկին հանդեպ կլինեք սպეციფიկ եք վերաբերվելու, կարող եք չպատասխանել։ Օրինակ, նայեք, դուք խոսեցիք նոր հիմնի հետ կապված օրհներքի։ Մեկը գրել էր. «Միգուցե փոխենք հիմնը, քանի որ այս երգը իմ ազգի ցավն է հիշեցնում»։ Նախ գկիսեմ մեր հայրենագից ցավերը, ես գհարգեմ իրեն, այդ ցավերը մինչև հիմա գոյություն ունին մեր մեջ, այդ վերքերը կան եւ այդ վերքերը մենք չենք ասել պետք է բուժենք, բայց այդ վերքերով մենք չենք գնար մեր հավական հստիացենք։ Մենք այդ վերքերը պետք է ուժ դարձնենք, որովհետեւ մենք առաջ գնանք։ Ես բացատրեցի առաջ ինչպես Զարթիլաո կարողացանք մենք բախտանել, ասենք թե ամիջապես վերցնել, եթե մենք չէինք գնել Զարթիլաո գտարնալ լրիվ Ֆեներբաչեի ֆուտբոլային թիմի օրներքը։ Շնորհակալ եմ։ Տեսեք, մեկը գրում է հավանաբար ոչ հայա։ 90 միլիոն մուսուլման բնակիչ կա Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Դուք ում նախագահն եք։ Խնդիրը ավելի խոր է այստեղ։ Մենք ունենք հայրենագիցներ, որ իսլամը ընդունեցին։ Մենք չենք հրաժարվում այս հայրենագիցներում, մանավանդ որ շատ լավ գիտենք, որ վեապարն է, որ կոնտակտով լիազորվեց Մոսկվայի եւ այդպես վերականգնեցավ Արևմտյան Հայաստանի պետականություն։ Սա ես անընդհատ պիտի արժեքավորեմ, որովհետև հոգևոր պետությունը ստեղծեցինք։ Հարգելիներս պետք է հասկանաք, ինքը վեապարը ինքը որպես մարդ չի կոնտակտը չի տվավ Մոսկվայի, ինքը տվավ որպես աստուդո ներկայացուցիչ։ Ասենք թե մենք այդ կողմեն շատ զգուշ պետք է լանք եւ ուշադիր լանք, բայց չի նշանակե որ մենք պիտի չընդունենք մեր հայրենագիցները հայցոր, որ մեր պետության մեջ կապրեն եւ իրականության 90 միլիոն չեն մեր դարաշքի վրա, գրնավայրայ որ սխալ աշվարկներ կան այստեղ, մեր դարաշքի վրա 20 միլիոնն են։ Մնացածները, օրինակ, մինակ բոլիսի մեջ 20 միլիոն թուրք կապրեն։ Որոմար աշվարկները ճիշտ չեն, բայց սա չէ խնդիրը, մեր հայրենակիցը կամ նույնիսկ եթե օդար է այս անձը, գապ չունի ինքը պետք է հասկանա, որ հայություն ունի իրավունքները իրեն պետությունը վերականգնելու Արևմտյան Հայաստանի տարածքում եւ ինքը իրավունքներ ունի մանավանդ ցեղասպանության հետ կապված ադուցման համապատասխանատվությունը ստանալ։ Այդպես մենք չթողնենք որ որևէ անցակորձ պետություն կամ ուժը իրավունք ունենա գոդորել ոչնչացնել մի ազգը։ Մենք չընդունենք սա եւ նախատեպ պիտի լա մեր հարցը, եթե մենք կդանենք մինչեւ վերջ օգուտ բոլոր բնիկները, օգուտ բոլորները, որ չև իմագու անոնքալ անցակոզություններում մեջ կապրեն։ Իհարկե համար մագին մեջ որ մենք աշխատենք, այդ բոլոր խնդիրները մենք կներկայացնենք պետություններու դիմաց եւ մագի գաղթողալության, բայց պետք է հասկանաք, որ մենք ալ կներկայացնենք մեր խնդիրները ամբողջ աշխարհի բնիկներու դիմաց, որ այսօր 370 միլիոն անձ են կներկայացնենք եւ մեծ ուժ մնե եւ մենք որպես ադնդանիքի անդամ մենք պիտի շարունակենք մեր իրավունքները պաշտպանելու այդ բայկարը անդրաժեշտ է դանել իրեն ավարտի որովհետեւ ոչ մինակ մեզի համար դրանենք բոլոր բնիկներուն համար։ Շնորհակալ եմ պարոն նախագահ, հաջորդ մեկնաբանությունը իմ համար տղաչ, ճիշտն ասած, ոչ թե Երևան, այլ Իրևան, ոչ թե Սևան, այլ Գյոնչա, ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր, ոչ թե Ստեփանակերտ, այլ Խանկենդի եւ այլն եւ այլն եւ այլն։
Այսինքն ասածս էնա մեզ հետևում են եւ նայում են։ Այո, եւ իրականության նոր բան չէ մեզ համար։ Ինչ հիմա կդառնի քիչ ավելի շատ կխոսվի այդ մասին, մեր մոդը սկսել է 100 տարի առաջ։ Այս ադամար 1919-ին Օսմանյան դատավորությունը եղել են եւ դատապարտեցին անոնք, որ կատարեցին մեր ցեղասպանը։ Այսինքն մեր կողմեն պետք է հասկանաք ամեն ինչ ըստակ է եւ բոլոր պետությունները դերյակ են ինչ կատարվեցավ հայության հանդեպ։ Հիմա ինչպես այսօր կներկայացվի օրինակ Երևանում այդ հարցը կամ Հայաստանի Հանրապետությունում, սա արդեն չի համապատասխան իսկական մեր մակարդակի եւ իսկական մեր իրավունքների իրավանական պատետի չափը չի համապատասխանում, բայց խնդրի կա այստեղ են գալ բոլորին օգնելու, որ ճիշտ հասկանան։ Շատերը գսեն ինչ Սևրը, ինչ պիտի Սևրը, c'était Լոզանը անցավ, ըստելով չի։ Թող եթե անոնք այդպես կխոսին, թող կան ինձի հետ, երբան դատարանում ամեն ինչ տնենք սեղանի վրա, կտեսնանք եթե ով ճիշտ գսե, ով սխալ գսե։ Այդպես չէ, որ Լոզանը կարող է փոխարինել լինի Սևրի, այդպես բան չկա։ Լոզանը Սևրի դաշնագիրը եւ Լոզանի դաշնագիրը տարբեր դաշնագիրներն են։ Ադորաբար ասենք թե գրնամ հասկանամ, որ չունին ադանավությունները խոր ուսումնասիրելու կամ ժամանակ չունին կամ մագարտակը չունին, խնդիր չէ, բայց մենք դիտանինք շատ կան, որ նույնիսկ ասին, որ Սևրը կարևոր չէ, օրինակ իրավարար վճռի համար, հետո սկսել են քիչ ուսումնասիրել, տեսան, որ սխալվեցին եւ անմիջապես հիմա նորեն կգաբեն Սևրը իրավարար վճռին հետ։ Կուզեմ ասեմ, որ նոր աշակերտներն են եւ չեն հասկանալ մեր իրավանական պատետի հնարավորությունները, բայց խնդիր չէ, թող սովորեն։ Մենք չենք ասել, որ ավիդյան պիտի ապրենք այս աշխարհում։ Լավ, եթե այդպես կմտածենք, ասենք թե բամը չենք, մենք ծնված ժամանակ որ պիտի մեռնենք, չէ՞։ Հիմա չեր տանք աշխատանքի, չի պաշտպանենք մեր մշակույթը, չի պաշտպանենք մեր կյանքը։ Ադորամար ես կսեմ իրական խնդիրները կան կապված մեր ազգի ապական, մեր ազգի զարգացման, մեր ազգի զարգացմանը հիմնավորված մեր իրավական պատետի վրա։ Եթե իրավական պատետը զոր է եւ եթե մենք գրնանք պաշտպանել որևէ դատարանի դիմաց, մեր ապական զոր կգնա։ Ամեն ինչ մեկը մյուսի հետ կապված է։ Ադորամար անոնք, որ թուրքերեն լեզվով կներկայացնեն մեր քաղաքները, մեր նահանգները, մեր գավառները, մեր լիճերը, մեր սարերը, սա քաղաքական գործողություն մնե եւ մենք խնդիր չունենք այդ քաղաքական գործողության դիմաց մեզի ապահովելու, որովհետեւ ունենք մենք փորձագետներ եւ ունենք համապատասխան անձեր, որ եւ գիտելիքներ ունին եւ արդեն ուսումնասիրություններ ունին դարիներ իվեր։ Այդպես խնդիր չունենք մենք, մենակ մեր նոր սերունդներն են, որ գրնապատահել, որ այդ գիտելիքները չունին, մենք ենք մեղավոր այս անգամ, որ մենք այդ մեր սերունդներուն չենք ներկայացնում այդ գիտելիքները, որովհետեւ այո, դժվարությունով մենք վերականգնեցինք մեր արևմտյան Հայաստանի համակարգը։ Բայց այստեղ ուզում ասեմ, ես ներողություն կխնդրեմ անոնք, որ մեզի չեն հասկանալ։ Իրենց մեղքը չէ, մենք ենք մեղավոր, որ ճիշտ ձևով չենք բացատրել միջև հիմա, բայց ադալ կփոխենք եւ ձեզ փոխենք եւ ամբողջ մեր թիմի հետ պիտի փոխենք եւ մեր լրատվական միջոցների միջոցով պիտի փոխենք
որովհետեւ մեր հայրենակիցները ճիշտ հասկանան ինչ է այսօր Արմենիան Հայաստանի զորությունը եւ ճիշտ չափեն, ճիշտ պատկերացնեն, որովհետեւ բոլորս միասին մենք դեպի առաջ գնանք, վերագայնենք մեր ամբողջական պետությունը դարբեր ձևով, թողնա դարածքային, թողնա իրավանական գյուդեն, թողնա այսօր նույնիսկ Հայաստանի Հանրապետության ներս ինչ զորություն ունի Արմենիան Հայաստանի մշակույթը ճիշտ խոսենք ասենք ամեն ինչով կոմիտասը սկսելով շարունակելով բոլորին հետ մեր այսօրվան Արմենիան Հայաստանի մշակույթը շատ զոր է նույնիսկ Հայաստանի Հանրապետություն այս ռեժիմի դիմաց, որ ինքը հրաժարվում է Արմենիան Հայաստանի։ Այսինքն ինքը չի հրաժարվում Արմենիան Հայաստանի մշակույթը, հրաժարվի Արմենիան Հայաստանի գաղափարը կամ իրավանական պատետը։ Ատոնամար այդ զորության դիմաց մենք շատ միասին գործեր ունենք դանելու։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, մեկ այլ օգտատեր գրել է. Ինչպես կարող եմ ստանալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անձնագիրը եւ հայեր միացեք, ինչպես կարող ենք համախմբվել այս մարդու շուրջ։ Ինչպես կարող ենք մարդիկ համախմբվել ձեր շուրջ, կմանրամասնեք։ Մենք համախմբվեք համագարկի շուրջ, համախմբվեք օրինակ, քիչ առաջ բացատրեցի։ Մենք ունենք անվտանգության խնդիրները եւ անշուշտ նյութական, բայց նյութական։ Մենք խնդիրներ ունենք ջնապերության դիմաց։ Մենք մեր ընտանիքները քիչ երեխաները կբերեն։ Մենք խնդիր ունենք մեր ինքնապաշտպանության ուժերը վերականգնելու։ Որովհետեւ անպայման մենք պիտի այդպես շղթա ստեղծենք, նորեն գսեմ։ Գիտեք, այդ իշխանի շղթան, որ խոսել եմ բարոն Վազգենին, շղթայի բառն է կարևոր այստեղ։ Իշխանը հասկացանք, շղթան կնշանակի վերականգնել մի շղթան մեզի ապահովելու համար, մեր ընտանիքները փրկելու համար։ Հեսա ինքնապաշտպանության ուժերն են, որ պիտի լինեն, օգուտ թիկուն կայնելով անշուշտ մեր բանակին, բայց մենք պիտի անպայման այդ շղթանը վերականգնենք։ Եվ կրնանք մասնակցել անշուշտ մեր մշակույթով, մեր գրթությունով ապահովելու զարգանալու։ Մենք շատ գիտելիքներ ունենք, որ պետք է վերահաստատենք եւ ներկայացնենք մեր անդրության այդ գիտելիքները։ Դարբեր ձևով շատ էշտ է իրականության Արմենիան Հայաստանի ID քարտը ստանալ, պասպորտը շուտով կպատրաստվի անպայման եւ այդ պասպորտը շատ կպիտի օգնի մեզի նույնիսկ դարբեր պետություններ ունեն հարաբերությունները ունել եւ իրականության այդ պետությունները, որ արդեն մենք ունենք պայմանագիրներ այն ժամանակ են 1920-ից ի վեր մենք այդ պայմանագիրները իրականացնենք։ Անդորամար մեծ չմտածենք, որ քիչ գործ ունենք անելու, մեր աշխատանքը եւ մեր առաքելությունը ամեն օր է, ամեն գիշերն է, մենք լրիվ ըստակ է մեր մեջ ինչպես պիտի զարգանանք, լրիվ ըստակ է մեր մեջ մեր քանակը, մեր ազգի քանակը, թող իսլամացածը լա, քրիստոնյա լան, ինչ կուզեք թողնան, հարցը սա չէ, բայց մարդը, որ ինքը հայքը զգա, մենք չի պիտի հրաժարվենք իրեն հայությունը։ Մենք պիտի ընդունենք եւ մենք ինչ պետք ունենք իրականության։ Մենք ունենք դարածքը, չէ՞, Արմենիան Հայաստանը պետք ունի դարածք։ Առաջին դարածքը պիտի լա մեր ազգը։ Երկրորդ դարածքը պիտի լա այս բդուղը, դարածքային բդուղը, որ համապատասխան է մեր բայկարի մակարդակի։ Եթե մենք հասնենք այդ բայկարի մակարդակի, մեր դարածքային, ասենք թե
ֆիզիկական տարածքային բդուղը մենք կստանանք։ Այդպես է։ Եթե մենք պատրաստ ենք, մենք կստանանք։ Եթե մենք պատրաստ չենք, մենք բամը չենք կստանա։ Այո։ Պարոն նախագահ, շնորհակալ եմ։ Հաջորդ մեկնաբանությունը որտեղ է գտնվում Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը քարտեզի վրա։ Հարցերով հասկանում իրականությանը։ Օրինակ դեպս Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն է։ Քարտեզը հիմա գա դե ֆակտո ճանաչված Հայաստանը, ամբողջական Հայաստանը դե ֆակտո, որը սկսել է Կիլիգիայից վերջանալով, բայց գա դե յուրե ճանաչված սահմաններով ճանաչված Արևմտյան Հայաստանի պետությունը, Հայաստան պետությունը, որ հիմա կգտնվի հետևս։ Ստակ է ամեն ինչ։ Միակ մեկ բան, որ պետք է արվի, արևելյան սահմանն անցակորձ Ադրբեջանին է, որը ինքը չի ուզում մինչև հիմա գույնը հաստատել, ինքը գուզել լրիվ ոչիչացնել մեզի, որպեսզի այդ սահմանը գոյություն չունենա։ Բայց մենք պետք է ցև մտնենք, խոր մտածենք մեր ռազմավարությունը, հիմնավորված այդ բոլոր անցակոծությունները, որ կատարվեցին մեր ժողովրդի անտեր 1905-ից ի վեր, 1905-ից ի վեր, երբ թաթարները սկսել են գոդորել Բաքվի հայերը, ամեն ինչ մենք պիտի աշխարհի մեջ տնենք եւ անժամանակ պիտի ներկայացնենք։ Պետք է դարբեր միջազգային այդյաները եւ դատարանները իմանան ինչ կատարվեցավ հայությանը։ Մենք այստեղ դատական աշխատանքներ չենք կներում մենակ գույքի համար։ C'était մարդու դունը կամ մարդու բնակարանը։ Մենք գնենք մեր ընդհանուր փաթեթը ներկայացնելու համար։ Եթե մենք այսօր ճիշտ է որ քիչ ընդհանուր հարցազրույցներ է, բայց մեծ մադիվ կունենամ ես սեզի ներկայացնելու մանրամասնությունները կապված օրինակ Կիլիգիա հայության ոչնչացմանը, կապված օրինակ Գերմանիու մասնակցությունը, կապված օրինակ Ադրբեջանի կամ թաթարներու կողմից ջարդերը ողված Արցախի հայության, ընդհանուր գնանք մենք այդպես հարցազրույցները միասին, որպեսզի անրությունը մեր ազգը ճիշտ հասկանա մենք ինչ ունենք կնելու եւ միասին ունենք կնելու այդ ամեն ինչը, որպեսզի անցնենք մեր նպատակին, մեր նպատակը ինչ է իրականության մեր ամբողջական պետությունը պաշտպանելն է։ Շնորհակալ եմ պարոն նախագահ եւ վերջի մեկնաբանությունը, որ առանձնացրել եմ, որը որ իմ սրտով է, ասենք սենց։ Մեր բարդ քաղաքական ժամանակներում նման հայրենասերները պարզապես անհրաժեշտ են։ Հաճելի է, որ մարդիկ գնահատում են, հաճելի է, որ հայը գնահատում է հայրենասեր մարդու, հաճելի է, որ հայը արթնանում է, հաճելի է, որ հայը ուզում է միանա մի ուժի շուրջ, տվյալ դեպքում ձեզ է ուղված այս գրառումը։ Մեր հայրենակիցը նշեց, մենք այստեղ ենք հարգելու համար, մեկը մյուսից հարգելու համար, մենք այստեղ չենք մեկը մյուսից վնասելու, գասկնամ ընդանուր Հայաստանի քաղաքական դաշտը, շատ լավ գասկնամ, իսկապես, բայց այդ դաշտը կապ չունի Արևմտյան Հայաստանի քաղաքական դաշտի հետ, Արևմտյան Հայաստանի քաղաքական դաշտը արգանքով մենք աշխատենք բոլորս միասին եւ ադորաբար մեր հայրենակիցի լսածը համապատասխան է իսկական մեր վիճակին հետ։ Մենք ոչ մենակ հայրիկներն ենք, ասենք հայրիկներ, շատ ժողովուրդներ կան, որ մեզի պետք ունին, ասորիները մեզի պետք ունին, պոնտուսի հույները մեզի պետք ունին, եզդիները մեզի պետք ունին, շատ այդպես ուրիշ
բնիկ ժողովուրդները մեզի պետք ունին։ Ադորամար մեր պատասխանատվությունը չի սահմանափակված մինակ բնիկ հայազգի, անշուշտ բնիկ հայազգի առաջին հարցն է, բայց մենք ունենք ուրիշ ազգերը, որ մեզի պետք ունին, բնիկ ժողովուրդները գներեք, որ մեզի պետք ունին։ Նայեցեք ինչ կատարվեցավ Սուրիա, նայեցեք ինչ կատարվեցավ Իրաք։ Ադորամար դարաշրջանում Արմենիան Հայաստանը մի քիչ ուրիշ մակարդակն է, ուրիշ խնդիրներն են, չեն ներքին Հայաստանի Հանրապետության չեն գնալ ներքին խնդիրներով սահմանափակենք, մենք ուրիշ հարցեր ունենք լուծելու եւ արևան պետություններ ունեն, ասենք թե օրինակ մոդիկ պետություններ ունեն եւ ասենք թե մեծ դերություններ ունեն։ Մենք ալ ունենք երկար կյանք, 10,000 տարի կյանք նվազագույն։ Եթե մենք կարողացանք մեզի պաշտպանել եւ պահպանել մինչեւ հիմա կնշանակի, որ մենք ունենք այդքան խոր արմատները դարաշրջանում, որ մենք կրնանք այստեղ ոչ մենակ 10,000 տարի կյանք ունենանք, կրնանք 20,000 տարի կյանք ունենալ, բայց մենք պիտի մենք մեզի ճանաչենք, որպես բնիկ, մենք մեզի ճիշտ հասկանանք մենք ով ենք, ինչ կներկայացնենք, ինչու մյուս ժողովուրդները մեզի պետք ունին եւ ինչու մենք իրենց պետք ունենք, իրենց դիգուն գայնելու համար, իրենց իրավունքները պաշտպանելու եւ իրենց իրավունքները պաշտպանելով մենք ավելի կզորանանք որպես հայ։ Շու համար խոր աշխատանք ունենք դանելու միասին պիտի դանենք, մենք շարունակենք այս անտիբումները եւ թող մեր հայրենակիցները արգելեն դրական սիտե հասկացանք, որ ինձի համար կարևոր է, որ խնդիրների մեջ մենք վերլուծենք խնդիրները եւ ճիշտ պատասխանները ներկայացնենք։ Այդ է կարևոր, անոնք որ չեն հասկանալ մեզի, անոնք որ կմտածեն, որ մենք ուրիշ բանով կսպաղվենք կամ ուրիշ խնդիրներ ունենք, կսխալվեն, մենք մեր խնդիր ունենք առողջ բայելը մեր ազգը, հայ ազգը։ Շնորհակալ եմ պարոն նախագահ եւ վերջում մեկ հարց, եթե կարելի է, ինչ փուլում են գտնվում Բաքվի եւ Արցախի մեր հայրենակիցների կողմից ձեզ լիազորված դիմումները։ Ադորամար գրավիրեմ Արցախի հայերը, որովհետեւ ժողովները են եւ միշտ իրենց դերյակ բայենք ինչ վիճակի մեջ կգտնվենք։ Հիմա դուք գիտեք, դադարանում կա 46 դատավորներ եւ դատավորները անշուշտ պետք է ովևէ չափով իրենց դիրքորոշումը ներկայացնեն վճիրը, որովհետեւ վճիր մլինի այս աշխատանքը առաջ կերտա, դուք տեսնաք, որ ոչ մեկը չի հաջողվեց Արցախի հայության վերադարձը իրենց հայրենիքում ապահովված ցևով կնշանակի, որ Արցախի հայերը կունենան համապատասխան բախմանության իրենց բախմանության մարմինը, որովհետեւ կարողանան անշուշտ վերադառնալ Արցախ։ Ամեն ինչ առաջ կերտա, մենք շատ շուտ սկսել ենք ատտական կորզը, շուտով իմ կարծիքով արդեն ժամանակ եկավ, որ վճիրները սկսին դուրս գալ, տեսնենք, չեմ ուզել հասկանաք շատ նուրբ խնդիր մնե եւ անպայման խոսքը պետք է փոխանցվի պատասխանատվություն եւ խոսքը պետք է փոխանցվի մեր դատավորներուն, կներեք, դատավորներուն, որովհետեւ ճիշտ քննադեն այդ անցագործությունները, որ կատարվեցին մեր ազգի հանդեպ։ Շնորհակալ եմ պարոն նախագահ, շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք շփվելու մեզ հետ, շնորհակալ եմ, որ կաք, պինդ մնացեք։ Պինդ կմնանք, ուղեղ կմնանք, պինդ կմնանք եւ
շարունակենք, եթե արձագանքներ կան, շարունակենք արձանագրությունները, որպես մեր հայրենակիցները ճիշտ պատկերացնեն ինչի մասին կխոսենք։ Գեցի Արևմտյան Հայաստան։ Գեցի Արևմտյան Հայաստան, պատիվ ունեմ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնենք, մեր հյուրն էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյանը։